Մի բան կա, որը շատ վախեցնում է ժողովրդին, ձեր իշխանության ժամանակ ստեղծվեցին օդիոս այնպիսի դեմքեր, կերպարներ, որ մարդիկ պարզապես մինչև այսօր այդ մարդկանց անունները տալիս ես, ու կապ չունի, որ այդ մարդկանց հետևում եւ վաստակ կա եւ կենսագրություն կա, բայց իրանք էլի շարունակում են մնալ օդիոս դեմքեր։ Լիսկայի անունը, Շմայսի անունը եւ էլի մի շարք անուններ էսպես կան, որ մարդիկ ուղղակի ասում են, վայ, կընտրենք իրանք էլի կգան իշխանության, այսպես սարսափում են։ Դա չի խնդիր արդյոք, որ պետք է չգիտեմ, ինչ որ ինքնամաքրում լինի, ինչ որ բան Եթե լինի։ դա է մարդկանց մտահոգությունը, վստահ կարանք ասենք, որ իրանք ոչ մեկ չի գալու իշխանության։ Հա։ Որովհետև ժամանակին իրանց իշխանության մեջ լինելը ուներ հիմնավորում։ Որն էր հիմնավորում։ Արցախի ազատամարտի եւ այդ մարդկանց վաստակի։ Հիմա մեր երկրին պետք են պրոֆեսիոնալներ։ Նույնիսկ կարա շատ խելացի, շատ տենց ինտելիգենտ դեմքով մարդ լինի, բայց չունենա բավարար պրոֆեսիոնալիզմ, շատ երիտասարդ, տենց լուսավոր դեմքով, լավ տենց հայացքներով, բայց չունենա բավարար փորձ եւ պրոֆեսիոնալիզմ, դա էլ է խնդիրը։ Հա։ Հետևաբար հատկապես անվտանգության վերականգնման առումով եւ արտաքին հարաբերություններում պես ոսկերչական աշխատանք իրականացնելու առումով մեզ պետք է բարձր պրոֆեսիոնալիզմով եւ քաղաքական գործիչներ եւ դիվանագիտական կորպուս։ Մեզ պետք է բարձր պրոֆեսիոնալիզմով եւ քաղաքական գործիչներ եւ ռազմաքաղաքական միտք